Կասեք Շիրակի թեմի հոգևորականներից եք, այստեղ ինչ էին էլի ձեզ հարցնում, ինչ եք փորձում բացում։ Ժաներգության եմ կներեկել, սպասում են ընդեղից։ Դուք Շիրակի թեմի պատկան հոգևորականներից։ Մենք պաշտոնական մեր արդահայտելիքը ասել ենք, ես մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցների միջոցով ասելիքը փոխանցել եմ եւ հոգեվորականացի եւ անձամբ իմ կարծիքը հարցերի վերաբերյալ, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ բան չեմ կարող ասել։ Դուք եւս փաստորեն հրաժարվել եք զեղչել վեհափառի եւ նաեւ Շիրակի թեմի առաջնորդի անունը։ Ես դրա համար հայտարարության մեջ ասացի առաքելական եկեղեցու պատարակը տեղի ունենալու Գյումրու կամ Շիրակի մարզի այլ եկեղեցիներում, որտեղ որ ասենք քահանաները այդ կանոնական պատարակի ձևով մատուցելու են չշեղվելով մեր հայրապետական կարգից։ Այսինքն սա հայրապետական կարգով մատուցվող չէ, կանոնակարգից շեղվող է, եթե այսպես ձևակերպեմ, ճիշտ կլինի։ Այո, մենք ունենք անգամ այդպիսի խրատ, որը վերաբերվում է այդ մասին զեղչելու հետ կապված, որ նշանակում է, թե եթե մենք զեղչում ենք, անեսքի տակ ենք գնում։ Ես առիթով ասացի, որ դա ոչ թե անձնական հարաբերության հարց է, ասենք, այլ դա ճշտության ու եկեղեցու կարգ ու կանոնը պահպանելու հարցն է։ Այսօր պատարակ պետք է իրականացնել նոր ձեռնադրված քահանան, բայց չի իրականացնել։ Հեմից է պատարակ մատուցողը լինում։ Այստեղ շատ բան փոխվեց։ Այս վերջի քանի օրերի ընթացքում փոխվեց, որովհետև բոլորդ էլ գիտեք հանգամանքները, պատճառները ինչ տեղի ունեցավ, այդ պատճառների հանգամանքով շատ բաներ փոխվեց։ Հետևաբար Տեր Գառնիկը, որ պիտի մատուցեր պատարակը, ինքը փաստորեն այդ փոխման պայմանի մեջ չստացվեց, որ կարող մատուցեր առաջին անդրանիկ պատարակը, որովհետև ինքը շատ երկար տարիներ ծառայել էր Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում։ Այսինքն այս եկեղեցին իր համար շատ հոգեհարազատ նաև այդ իմաստով տեղ էր, որ ինքը իր ծառայությունը, իր կյանքի ընթացքը ծառայողական վիճակը հոգևոր իր ծառայությունը ունեցել է այստեղ։ Եվ ուզում էր մատուցել պատարակը, անդրանիկ պատարակը Սուրբ Աստվածածին եկեղեցում 7 վերքում, բայց հանգամանքները թույլ չտվեցին։ Եվ դրանից հետո նաև վեհապար հայրապետը, որ ժամային հարց էր տրել, որ ժամը 1-ից պիտի հանդիպեն նոր ձեռնադրված հոգևորականները հայրապետի հետ, ստացվեց, որ արդեն Գյումրիում մեկ այլ եկեղեցուն չի կարող պատարակել, որովհետև չէր հասցնի, որ հասներ հանդիպմանը ներկա լիներ, դրա հետևաբար իր պատարակը արդեն տեղի ունենալու Մայրաթորի եկեղեցիներից որևէ մեկում։ Ինչքան ժամանակ է արդեն հոգևոր ծառայություն եք մատուցում, տեսել եք այսպիսի բան, այսքան ուժայինների ներկայացուցիչներ, եկեղեցին ըստ էության կարծես թե գրոհի է ենթարկվել։ Ուրեմն ես 18 տարվա հոգևորական եմ ծառայության, Շիրակի մարզում 15 տարի։ Իհարկե, այս վերջի ժամանակաշրջանում շատ ու շատ իրադարձություններ տեղի ունեցավ, որ որևէ մի իրադարձություն այնպես չէ, որ շարունակաբար եղած իրադարձություն էր, այլ նորություն էր, որը որ մեզ համար մանավանդ այս տեսակի դրությունը ցավալի դրություն է։ Հետևաբար մենք, ասենք, բնականաբար ցավ ենք ապրում, մանավանդ որ այս օրը, որ Գյումրիի համար նաև անմեղ զոհերի հիշատակության օր է, երկրաշարժից մեր զոհ գնացած մեր գյումրեցի տարբեր տարիքի մարդկանց համար հիշատակության օր էր եւ հոգեբանության օր էր, բայց այս օրը մի տեսակ երկրաշարժի կրկնություն ենք նկատվում։ Կարծես թե Գյումրիում են 37 տարի հետո որ ցնցում էր կատարվել, այդ ցնցումը նորից կատարվում է եւ այդ ցնցման հետևանքը քանդումն է, ավերումն է, փչացնելն է, այսպեսի մի վիճակ է ապրում նաև այսօրվա խորհրդի հետ կապված։